Երիսուսյանով ողջունեմ բոլորդ եւ Աստծո փառք ուտանք այս օրհնյալարիցին համար եկած եք զինք պաշտելու, երկրպագելու, մեր սրտին քողնակությունները հայտնելու եւ նաեւ իր խոսքը լսելու։ Бид սկսենք մեր պաշտամունքը երկերով 371-րդ երկը։ 371 Վերջին դունը ոտքի վրա Մեր փոխադարձ ընթերցանությունը պիտի թիվ 4 վստահիլ փոխադարձաբար պիտի գարտանք եւ ապա աղոթքով այս բահը դերոջ պիտի անցնենք Բարձրելու ծածկոցի դակ բնագողը ամենակարողին հովանավորության դակ պիտի հանգչի Արդարև անպիտի պրգե քեզ որսորդին որոքայթեն, աբագանիչ յանդամահեն։ Պիտի չվախնաս քիշերվան զարհուրանքեն ու ծորեգը թրջող նեդեն։ Հազար հոգի կուկովետ ու 10,000 կուաչ կողմետ պիտի ինան, բայց քեզի հարված մը պիտի չմոդենա։ Որովհետև թուն դերը իմ աբավենս բարձրյալը քեզի աբաստանարանր իր։ Վասնզի իր հրեշտակներուն պիտի աբս բրե քեզի համար, որ կու բոլոր ջամպաներուտ մեջ քեզ բահեն։ Արյուծի ու իժի վրա պիտի քալես, արյուծի գորյունը ու վիշաբը պիտի գողկրդես։ Ինձի պիտի գանչե ու ես անոր բադասխան պիտի դամ, նեղության մեջ անոր հետ պիտի ըլլամ, պիտի աբրեցնեմ ու փարավորեմ զանիգա,
Երգային օրերով պիտի գշտացնեմ զանիգա, ու իմ փրկությունս անոր պիտի զուծունեմ։ Թող դեր օրհներ խոսքին ընթերցանությունը, եկեք մեր սրտերը պատրաստենք աղոթքով այս պաշտամունքին վրա Աստծո օրհնությունը խնդրենք։ Սիրելի Հայր, փառք կտանք քեզի ներկայության համար, այո դեր փառք կտանք հավատքով գուքանք եւ գիտենք, որ դու մեզի հետ ես, ներկայիս մեզ օրհնելու, ուրախացնելու, քաչալերելու, սորվեցնելու, մխիթարելու, ուղղելու, շնորհակալ ենք դեր փառք կտանք, որ քու մեջ մենք կատարյալ ուրախություն կտանք եւ դեր մեր բոլոր պետքերը դեր թուն գայթայթես այս հավատքով քեզ հետ կգալենք այս գիտակցությամբ քեզ կբաշխենք եւ գուզենք դեր քեզի համար ապրիլ քանզի թուն հզոր եւ դեր ամենակետ Աստված ես նաեւ սիրով ողորմած Աստված ես մեր թերությունները ճանչնալով գսիրես մեզ եւ գուզես մեզ օրհնել եւ դեր առաջնորդել այս աշխարհի մեջ քու ծրագիրներուդ մեջ բաժին ունենալով փառք կտանք դեր իրապես մեզ համար մեծ բադիվ է քեզ ունենալ որպես հայր այո դեր արժանի չենք այն բոլոր օրհնությունները որոնք վայելած ենք ու գվայելենք եւ պիտի վայելենք մինչեւ որ դու մեզ քովդ կանչես գխոնարին քու մեծապարժան դարչև եւ գուզենք որ դեր այս պաշտամունքը հատուկ կերպով օրհնես բոլորիս սրտին թփչիս խոսիս եւ դեր այսօր այս բահը մեզի քայլը ավելի առաջ թողդանի մեր հոգեվոր վերելքին նպաստե քեզ ավելի լավ ճաշտանք ու սերը ճաշտանք եւ դեր ավելի նվիրումով քեզի համար ապրենք Մինչ աշխարհի մարդիկ մեղքի մեջ կխորանան, շնորհ որ մենք քու մեջդ արմադանանք եւ բոլոր սրտով քեզ սիրենք եւ այդպես ապրենք։ Հիշեդեր մեր բոլոր հիվանդները, ջամփորդողները, բոլորին հետ լաս, բահես զիրենք, սքավորները մխիթարես, դեր անոնք որոնք հadouk դժվարությունները մեջ եկանցնին, ըլլա նյութական, ըլլա ֆիզիկական, ըլլա հոգեգան Բոլորը քու շնորհած կայդարչև գբերենք իրենց անուններով, որբեսի բոլորին դեր թուն օգնության հասնիս։ Քանի որ թունը սիր խնդրեցեք եւ պիտի դրվի, թուրը զարգեք եւ պիտի բացվի, փնտրեցեք եւ պիտի գտնեք։ Դեր այդ խոսմանդ հիման վրա է որ մեր ցայները կբարձրացնենք, մեր խնդրանքները քեզի կներկայացնենք եւ գուզենք որով դեր քու գամքիդ համաձայն պատասխանես։ Հիշեդեր մեր հայրենիքնալ այդտեղ ստեղծված վիճակը ցերկերուտ կանցնենք միջամտես գարավարես հսկես եւ դեր խաղ բայես ապմա հողի վրա մեր ժողովուրդը խաղ բայելով դեր այնպես մկործե քո հոգիդ որ ասկովին քեզի մոդելանք բոլոր սրդով քեզ սիրենք եւ մեր շուրջը գտնվող ժողովուրդներուն ավետարանի բարի լուրը դարածենք այս ամենը Մեր սիրելի փրկիչ Տեր Հիսուսյանով գխնդրենք փառքիդ համար ամեն Պիտի շարունակենք դերը բաշտել 54-րդ երգի երգելով երգի 54 Oh
191-րդ երկնալ պիտի երկենք 191 Աստված հոսե մեզ օրհնելու Սուրբ Հոգով ներկա է ան Երանթուն օքյով բոլոր դուներն ալ երկենք
Առաջ որ հայտարարություններուն անցնենք, երկենք 178-րդ երկնալ, առաջին, երրորդ եւ չորրորդ տուները, 178-ը։ Հետաքրքրական է, որ մարդուն արարիչը նաև քրիստոնեության մեջ բարեկամը դառնալ։ Այսինքն Աստված, որ մեր ստեղծիչն է, մեր բարեկամն է, մեր նաև դերն է, փրկիչն է, թագավորն է, Փառք Տերոջ։ Աստվածաշունչեն Եփեսացված նամակեն երկու համարներ պիտի գարտանք, մեկը գտնվի 5-րդ գլուխին 18-րդ համարը, որ այսպես կսե 5:18-ը։ Եվ մի քինովնակ քինիով, որու մեջ անարագություն կա, հաբա հոգիով լեցվեցեք։ Հաջորդ համարը պիտի 4-րդ գլուխին 30-րդ համարը։ Եվ Աստուծո Սուրբ Հոգին մի դրդմեցնեք, որով դուք գնքվեցաք փրկության օրվանը համար։ Աստծո շնորհքով պիտի շարունակենք հոգեկալուստի նյութը, որը սկսած ենք անցյալ գիրագի։ Սուրբ Հոգին վրայով գրնանք շարունակ խոսիլ, ինչպես կխոսենք Քրիստոսի վրայով, որովհետև ան Աստված է, անձնավորություն է, ու ոչ թե միայն աստվածային ուժը, որ մեր դրամատրությանը տակ թրված զայն կործածելու ենք։ Սուրբ Հոգին մեզ գարաչնորդ է, գսորվեցնե, քրվածը հասկանալի գդարձնե, և միայն ճշմարտության գարաչնորդ է, եթե անշուշտ թույլատրենք, ան մեր մտքերը գլուսավոր է։ Գրնանք Սուրբ Հոգին գաշկանտել, գրնանք զայն լրեցնել, երբ ամեզի գարաչնորդ է կամ գխոսի, գրնանք անոր առաջնորդությունը նույնիսկ մերժել, երբ գսե այդ ըրածը սխալ է, այսինչին հանդեպ կնա և ներողություն խնդրե, կամ այս խոսքը, կամ այս թիրքը, որ բռնած ես, այս վիճակի մեջ, այս թիրքը զոր բռնեցիր, ես չեմ ախորժիր, և թուն գսես, ես ասպես կուզեմ, թուն դեղդ նստիր, մի խարնվիր իմ որոշումներուս, գրնանք այդպես ընել, գրնանք անոր թե մեղան չեն, անոնք որոնք
Սխալ ըմբռնում ունի Սուրբ Հոգի մասին, թե անմիայն աստվածային ուժ մնե, զոր կործածելու ես, հիշյալ ճշմարտություններն դեղյակ չեն կամ չեն ուզեր կարևորություն տալ։ Անուններով գճաճտամ, Քումարներ կղրգվի, որպեսզի եկեղեցին կարիքավորներուն դրվի, փոխանակ փաշխելու գարոդյալներուն մարդը քրբանը գտնե, դուներու գալվասներու դեր գտարնա, սուտ պատճառաբանություններով շուրջինները գխապե, ուր է Սուրբ Հոգին, լրեցուցածը, թոնոն նստիր, և մերժած է անոր հեղինակությունը և առաջնորդությունը, բայց երբ գիրագյոր ուկա, պեմի վրա գելը ասպես, Սուրբ Հոգիով լեցված, այնպես գներգայանա ինքսինքը, որ հոգևոր պարծուկներու մեջ կգտնվի և շատ հոգևոր է և ինքսին կներգայացն է որպես մարգարե, Աստուծո մարգարեն։ Ասոնք եթե չաբաշխարեն, վախճանին սարսափելի է։ Ուրեմն, կշարունակենք մեր նյութը հոգեկալուստի առիթով այսօր երկրորդ գիրագին է և պիտի խոսիմ նաև երկու գիրագիներ ևս։ Ինչպես ասի, Սուրբ Հոգի մասին խոսիլը գրնանք որ չափ որ խոսին կարելի է, որովհետև Քրիստոսի մասին ինչպես կխոսենք, այնպես Սուրբ Հոգի մասին կխոսենք։ Եվ ոչ թե ան ուժ մնե ասպես, երբ որ պետք ունենաս կգանչես։ Անցյալ գիրագի Սուրբ Հոգին գարկ անունները և գործերը հիշեցինք։ Սուրբ Հոգին երրորդության երրորդ անձնավորությունն է։ Մենք կհավատանք երրորդության։ Ճիշտ է, որ երրորդություն բառը գոյություն չունի, սակայն Աստվածաշունչի մեջ արևենալ բայցար հստակ է երրորդությունը։ Եվ Աստուծո փրկության ծրագիրի մեջ երրորդության մի ամեն մեկ անձնավորություն կնշմարենք, անոնք որոնք Սուրբ Գիրքը կսերդեն, եւ ասած է, որ այս քարոզաշարքը որպես թաս ուզեմ ցեզի ներկայացնել, որպես առողջ գիտություն ունենանք, որտեղ մեծ գիտություն կա Սուրբ Հոգի մասին։ Ուրեմն երրորդության ամեն մեկ անձնավորություն Աստուծո փրկության ծրագիրի մեջ, մարդկային պատմության մեջ պաշտոնապես հայտնվեցան եւ կործեց։ Հին ուխտի տնտեսության մեջ հայրասված կտեսնենք։ Առաջին անգամ Սինալերան վրա հայտնվեցան Մովսեսի եւ հետը խոսեցան։ Սուրբ Հոգին եւ Որդին ասված ուր էին, ծածկապար գկործակցեին, բայց երևցողը հայր ասված է։ Երբ ժամանակները լեցվեցան, ինչպես կգարտանք, Որդին ասված հայտնվեցավ, պաշտոնապես մարմին ստացավ եւ երևցավ, կործեց։ Հայրը եւ Սուրբ Հոգին ուր էին, Հիսուսի մեջ ծածկապար կկործեին։ Մեր Տերը ըսավ, հայրս մինչև հիմա կկործե, ես ալ կկործեմ, բայց ուր էր հայրը, Հիսուսի մեջ, երևցողը Տեր Հիսուս Քրիստոս է։ Նաև երբ Տեր Հիսուս իր գործը ավարտեց, խաչի վրա մարդոց փրկագործություն ամբողջացուց մերավ, հարություն արավ եւ համբարձավ, Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին վայրեջ կատարեց թեպի երկիր։ Եվ այն օրվնե սկսյալ պաշտոնապես գործողը երևցողը Սուրբ Հոգին է։ Հայրը եւ Որդին Սուրբ Հոգու մեջ ծածկապար, բայց երևցողը Հոգին է։ Հիսուսը ասավ, ես ցեզի հետ եմ մինչև աշխարհիս վերջը։ Ճշմարիտ է անշուշտ, բայց պաշտոնապես մեզի հետ եղողը Սուրբ Հոգին է։ Եվ ան չսավ ցեզ որբ չեմ թողուր։ Աղեկ է որ երթամ։ Եթե երթամ, Սուրբ Հոգին ցեզի գուղարկեմ։ Եվ ամեն մեկ անձնավորություն, երբ երգիր իջավ պաշտոնապես,
քերբնական դեպքեր կատարվեցան, նշաններ երևցան, որբեսի անոնց ներկայության որբես ապացույց, հայրը երբ Սինալերան վրա իջավ, լերը գմխար, գշարժեր լերը, որդին երբ աշխարհ իջավ, երկնային զորքերու բազմությունը, հսկա անթիվ անհամար հրեշտակներ երկեցին, դերը պարապանեցին։ Սուրբ Հոգին երբ աշխարհ իջավ, անցյալ անգամի գարտացինք, բաժնված լեզուներ երևցան, որպես թե գրագը։ Բաժնված լեզուներ երևցան, որպես թե գրագը եւ ոչ թե գրակ երևցան, ոչ թե գրակ իջավ, ինչպես այսօրվա սուտ մարգարեները գուսուցան են։ Եվ այս երեք դեպքերը, քերբնական դեպքերը դարձյալ պիտի չկատարվին, դարձյալ պիտի չկատարվին։ Սուրբ Գիրքի մեջ մեզի բադվեր չկա այս դեպքերուն գրկնումը խնդրելու, ինչպես որ բադվեր գա Սուրբ Հոգիով լեցվելու։ Երբեք ոչ եկեղեցվո հայրեր, ոչ ալ միջև հիմա, մեկը չէ ասած ով հայր դարձյալ Սինալերան վրա իջիր։ Չեմ գիտե դա աստեղը լերները լայն արդյոք բիդաղոթեն, որ աս լերան վրա իջնա, ինչպես որ իջար հոս դարձյալ իջիր, որբեսի մարդիկ դեսնեն լերը շարժի եւ հավատան, ատտեսակ աղոտներ չեք մատուցաներ։ Ոչ ալ գգրտնենք Հիսուսի ծնունդին գրկնումը գխնդրենք, որ դարձյալ Հիսուս ծնի Բեթլեհեմի մեջ, որովհետև ծնավ եւ իր կորձը ամբողջացուց։ Սուրբ Հոգվույն ներկայությունն ալ որ իջավ, չենք խնդրեր, որ դարձյալ իջնե, որովհետև իջավ Պենտեկոստե օր, բայց մենք բադվեր ունենք, որ անով լեցվինք։ Ինչպես որ շնորհակալություն գայտնենք Տեր Հիսուսին համար, որպես փրկիչ, խոստացյալ փրկիչը, գիշեք, որ խոստացավ առաջին անգամ Եվային Եթեմի Բարդեզի մեջ։ Եվային փրկիչ խոստացավ։ Եվ փրկիչը եկավ։ Նույնպես շնորհակալություն գայտնենք Սուրբ Հոգվույն համար, որ աշխարհ եկավ եւ մեր սրտերում մեջ կփնակի։ Եթե Սուրբ Հոգին մեր մեջ չլա, մենք չենք կրնար Աստուծո համար ապրել, անկարելի է։ Ուրեմն շնորհակալություն գայտնենք եւ ոչ թե գսպասենք դարի մեկ անգամ Պենտեկոստե օրը հավաքվենք եւ խնդրենք, բորանք, գանչենք, ասպես եւ այլն, հալելույաներով եւ Սուրբ Հոգին իջիր, ով Աստված եւ այլն եւ ոչ, շնորհակալություն գայտնենք։ Ինչպես որ Հիսուսի ծնունդին չենք հավաքվի, չենք խնդրել, որ Հիսուս դարձյալ ծնի։ Շնորհակալություն գայտնենք, մեր փրկին ծնունդը կդոնենք, այդպես ալ Սուրբ Հոգվույն ցևոմը դարեթարցն է, եկեղեցին ալ դարեթարցն է, եկեղեցին հիմնվեցավ, փառք ուտանք։ Ուրեմն անցյալ գիրագի Սուրբ Հոգին գարկ մահատությունները եւ կորձերը եւ անունները հիշեցինք։ Գրտները ավելորդ կսեբեմ, անոնք որոնք կփապակին գրնան թիդել Facebook-ի վրա։ Այսօր հավելվածական գարկ ճշմարտություններ եւս պիտի հիշեմ մեր հոգեվոր աճման համար։ Սիրելիներ, առողջ գիտություն ունենալը շատ կարևոր է։ Այլապես շվարումի պիտի մատնվենք։ Եվ պիտի շեշտեմ քրիստոնյային թիրքը Սուրբ Հոգին հանդեպ։ Ինչ որ ամենակարևորն է։ Սակայն թույլ տվեք, որ առաջ հիշեմ Սուրբ Հոգին դարբեր կորձերը, որոնց մե 3 անցյալ գիրագի հիշեցի։ Ան ուսուցիչ է։ Ուսուցիչ, ճշմարիտ ուսուցիչ, շիդակ գուսուցան է, չի շվարեցներ, գես սուտ, գես ճշմարտություն չի սորվեցներ, լման, ան նաև մեր սորվածը գիհիշեցն է մեզի, նաև ասինք թե երկրորդ վերստին ծնունդ կուդա Սուրբ Հոգին, ինչը դարձյալ գծանի, Սուրբ Հոգին մեր էության մեջ, ինչն է որ նորեն ծնիլ գուդա, մեր անմա հոգին, միտքը զգացումները,
խիղճը, գամքը, լեզուն, ասող ամենը մեղքին պատճառա մերան։ Եվ անորամար մարդը չի գրնար Աստուծո համար ապրի, չի գրնար Աստուծո խորհուրդները ունենալ, խիղճը, գամքը, չի գրնար Աստուծո ուզածին պես քալել, որտեղ մերած է։ Սուրբ Հոգին վերստին ծնունդ կուտա, այս հոգին գգենթանացնի եւ ասորաբար որքան փառք կուտանք։ Փյուրավորներ ասոր փորձառություն ունին։ Ասիգա բատմություն չէ ասի, առասպել չէ։ 1981-ին այս փորձառությունը ես ունեցա։ Վարգյանի մեջ սիրտս, կյանքս հիմնովին փոխվեցավ։ Ամեն բան նոր եղավ։ Եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիգա նոր ստեղծված մնե։ Հիները ինչ եղան, քիչ բաներ մնաց, անալ ներողամիտ կլակ, իշալլա գամած դուրս կելը, ոչ, նոր ստեղծված միան, Քրիստոս Հիսուսով, աշուշտ գամած գաջինք անորսելիք չի գա, երբ որ դեսերեք մեկը հազիվ բեբիմը ձնի ֆուտբոլ խաղալու գսկսի, բասկետ, ոչ, գմեցնա, սնունդի պետք ունի, վերստին գծնի մեր հոգին հոս աղբեր կան, զիբիլներ լեցված են հոս, գամած, օրին, Սուրբ Հոգին գլուսավոր է, գմակրե մեզ, և նաև ասինք անորս կանչելի կործերը մեկնալ գմգրդե, Քրիստոսի մարմինին գմիացնե, գսուզե, հետևաբար բոլոր վերստին ծնած հավատացյալները Սուրբ Հոգիով մգրդված են, այսինքն Քրիստոսի մարմինին միացած են, հետևաբար այն ուսուցումը, որ գլսենք եկեղեցիներու մեջ խմբակներ կան, գուքան քեզի գմոդենան գսեն, դու մգրդված ես Սուրբ Հոգիով, այսինքն ինչս էլ գուզես, բոլորովին խելքը ուրիշ է, սխալ ըմբռնում ունի, ասել գուզե, որ դու լեցված ես, ասպես զորությունով, մգրդությունը սուզվիլ է, և առակյալ գսե մենք նույն հոգիով, Սուրբ Հոգիով, բոլորս մենք մեկ մարմին ըլլալու մգրդվեցանք, Քրիստոսի մարմինին միացան։ Անորս կանչելի կործերը մեկնալ մխիթարել։ Անոր անուններեն մեկնալ մխիթարիչը, Պարակլիտոս, գիտեք ինչ կնշանագե, հունարեն բնակիրը, Պարակլիտոս կնշանագե ամեն պետք հայթայթող, այս կնշանագե։ Հիսուս երբ ֆիզիկապես գաբրեր աշակերտներուն հետ, աշակերտներուն պետքերը գայթայթեր, անորամար գսե ուրիշ, ես նույն կործը գնեմ, ֆիզիկապես ծեզի հետ եմ, բայց ես երտամ ուրիշ մխիթարիչ իմ կործս պիտի գադարե, ծեր պետքերը պիտի հայթայթե, փյուր պարկ այս մխիթարիչին համար։ Հիսուս իր խոստումը գադարեց և ով գրնա մարդուն պետքերը հայթայթել, ուժմը, միայն ուժմը Աստված, Սուրբ Հոգին Աստված է և ոչ թե միայն Աստվածային ուժմը, Աստված է, որտեղ ան գրնա միայն մարդոց պետքերը հայթայթել և փառք կուտանք, որ ան մեր պետքերը գահայթայթե։ Սուրբ Հոգին Աստված է, ամենակետ է, ամենուրեք է, ամենազոր է։ Սուրբ Հոգին մերելներ հարուցանելու զորություն ունի, գարտամ այդ համարը, ինչ մեծ մխիթարություն է մեզի համար, Հռոմայեցիս 8:11 Իսկ եթե Հիսուսը մերելներեն հարուցանողին հոգին ծեր մեջ բնագած է, ալանիգա որ Քրիստոսը մերելներեն հարուց, բիդի գենթանացնեն նաև ծեր մահգանացու մարմինները իր հոգիովը, որ ծեր մեջ կբնագի, ծեր մեջ, հավատացյալի մեջ կբնագի Սուրբ Հոգին, ոչ թե ուսին վրան է հատուկ աղոտքով պետք է մեջը կա, կամ գլուխեն 2 մետր բարձր է, օրը մեկու մետ կխոսեի, շատ կցավիմ այնպեսի մարդիկ կան գզարմանաս, ուրգե պերած են այս ուսուցումները,
Ասավ այո Սուրբ Հոգին մեջդ կգործե, բայց գլուխիդ վրան է պետք է հատուկ աղոթքով սրտիդ մեջ իջնե։ Լավ ինչպես կլա գսես մեջդ կգործե եւ գլուխիս վրա է, մեջս է շվարած մարդիկ շատ կան։ Միշտեր որքան փառք ունենք այս մխիթարիչին համար, որ մեր մեջ կփնագի, մեր սրտերուն մեջ եւ գարաչնորթե ամեն ճշմարտության։ Դարձյալ Սուրբ Հոգին մեղավորին կհամոզե, որ փրկիչը ընդունի։ Անիգա եկավ գսե պիտի կա Թադաստանի համար եւ մեղավորները պիտի համոզե։ Հովանու 16:8-ի մեջ կգարտանք։ Սուրբ Հոգին զանազան միջոցներով մարդուն վրա գաշխատի, որ ան մարդը համոզվի, որ մեղավոր է։ Բոլոր Աստուծո գործերը մարդուն համար այս ուղղությամբ է, որբեսի մարդը ինքնարդարության սկեստը վրայեն հանե, գարբեջի մեջն է դե եւ հասկնա ընդունի, որ ինք գործված մեղավոր մնե եւ Հիսուսին երթա, շնորհքին երթա։ Այս է Սուրբ Հոգին գործը։ Հբարտ ու համար մարդը գխոնարեցնե, անշուշտ եթե թույլ տա։ Սուրբ Հոգին սկանչելի գործերը մեկնալ եկեղեցի շինությանը համար բարգևներ փաշխելն է։ Եփեսացված 4-րդ գլուխի մեջ 11-ին 13 համարներու մեջ գսե. Եվ ինք մեկ քանին դվավ արաքյալները լալու, մեկ քանին մարգարեներ, մեկ քանին ավետարանիչներ, մեկ քանին հովիվներ ու վարդապետներ։ Մեկ քանին։ Բաճարը նախորդ համարներ մեջ, որպես եկեղեցին շինության համար, սուրբերուն գադարելության համար, բաշտոնին գործին համար, մինչև ամենս ալ հասնիկ հավատքին ու Աստուծո որդին ճանչնալու միապանությանը, գադարյալ մարդը լալու, հասունության մեջ գադարյալ, քիդության մեջ գադարյալ, ոչ թե ամմեր, դեղ մուգուկա որալ, ես ալ գադարյալ է, մեղ չեմ գործեր, թերություններ չունիմ, ոչ, հաբա քիդության մեջ, առողջ քիդությունն է, հասուն ըլլալ։ Բարգևները եկեղեցին շինության համար են, եկեղեցին հավատացյալները շինության համար է, եւ ոչ թե մգաններու ցուցադրության համար, որ Աստված ոմանց բարգևներ կուտա, որպես անոնք ցույց տան, որ նայեցեք, ես բարձ մեկը չեմ, ես բարգև ունիմ մարգարեանալու, բժշկելու եւ այլ եւ այլ։ Եվ եթե հոս նկատի արիք բարգևները, եկեղեցին շինության համար բարգևները մեկ քանին գսե արաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ, վարդապետներ։ Ասոնք եկեղեցին շինության համար անհրաժեշտ են։ Մինչև այն ադեմ, որ եկեղեցին այս երկրի վրա գաբրի, գկոյադևե, այս բարգևները անհրաժեշտ են։ Այնպես որ փառք կուտանք այս բարգևներուն համար։ Եվ գկործե։ Սուրբ Հոգին կփաշխե բարգևները եւ ոչ թե մարդիկ կփաշխեն։ Բարգևները Սուրբ Հոգին ուղակի։ Մարդը մարդուն բարգև չի կրնար տալ։ Բարգևը Աստված կուտա միայն։ Այնպես որ մեկ քանին։ Լավ է Աստծո խոսքը գարտալը հիանալի է։ Որքան որ գրնաս ժամանակ դուր, գարտա, բրբդե, խորհե, հիանալի է, բայց բարգևը Սուրբ Հոգին կուտա։ Եվ մեկ քանին գսե, ոմանց, ոչ ամենում։ Երանելի են այն բոլոր եկեղեցիները, ուր այս հիշյալ բարգևներով օժտված Աստուծո ծառաները կան։ Այդ եկեղեցին առողջ եկեղեցի կլա եւ գաչի։ Մարգարեն Աստուծո պատկամ գարնե եւ կփոխանցե։ Այս է մարգարեին գործը, Աստուծո պատկամ գարնե։ Եվ ժողովրդին կուտա։ Ավետարանը փրկության ավետարանը կբացատրե։ Ամենայն բարձրությամբ մարդը Հիսուսի պետք ունի։ Քաղաքականություն պոլիտիկ չի խառներ մեջը։ Մաքուր ավետարանը կկարոզե։ Ավետարանիչին բաշտոնը ասե։ Բարձրությամբ կբացատրե, որ մարդը հասկնա ինչ է ավետարանը, ինչու համար է ավետարանը։ Իսկ վարդապետը աստվածային ճշմարտությունները կբացատրե, հասկանալի կդարձնե
իսկ հովիվն ալ հոդը գհսկե մոլար վարդապետություններ չիներմուծվիսելով, հոդին վրա գհսկե։ Ինչ պետք է լա հավատացյալին թիրքը Սուրբ Հոգին հանդեպ, այս մեծ նվերը, մխիթարիչը, որ մեր մեջ կփնագի, Աստված մեզի տվավ այն օրը, որ Տեր Հիսուսը ընդունեցինք, ինչ պետք է լա մեր թիրքը։ Եփես ասված նամակի մեջ, որ գարտացինք, դարձյալ գարտամ, եւ հոմ հայտնի է, թե ինչ պիտի լա մեր թիրքը։ Եվ Աստուծո Սուրբ Հոգին մի դրդմեցնեք, որով դուք կնքվեցաք փրկության օրվան համար։ Ինչ պետք է լա մեր թիրքը, Սուրբ Հոգին չի դրդմեցնել, չի դրդմեցնել։ Սուրբ Հոգին գդրդմի, այո, անորամար կբադվիր է։ Սուրբ Հոգին գդրդմի, երբ մեր անհնազանդությունը գտեսնե, երբ ան մեր մեջ սխալը կամ մեղքը գմատնանշե, գսե, արա, այս բանը քու կյանքիդ դուրս պետք է հանես։ Եվ ես գսեմ ոչ, այո, գիտեմ, ադի սխալ է, բայց ոչ գսեմ։ Այս արարքը, այս թիրքը որոշումը որ գարդեմ, Սուրբ Հոգին գդրդմի, անշուշտ գդրդմի։ Սուրբ Հոգին գդրդմի, երբ անոր ցայնը գլրեցնեմ, երբ գներշնչեզիս, բայց չեմ ուզեր լսել։ Սուրբ Հոգին գդրդմի, երբ հավատացյալին պատճառով Աստուծո անունը գհայոյվի, գարադավորվի, ինչ կան Սուրբ Հոգի հոլովողները փեմերու վրա, որ ասպես գորորվին, Աստուծո անունը գարադավորեն, բայց իրենք Սուրբ Հոգիով լեցված են։ Գդրդմի Սուրբ Հոգին, երբ մեր գենցաղի մեջ, մեր վարմունքի մեջ, մեր կործերու մեջ Աստուծո անունը գարադավորենք և մարդիկ կտեսնեն մեզ և գսեն, աս ինչ տեսակ հավատացյալ է, ասի հավատացյալ է, Աստուծո անունը գարադավորվի, գդրդմի Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին գդրդմի, երբ քո սիրտով քարոզ մտիկ կնենք, այո, գդրդմի, երբ քո սիրտով Աստուծո խոսքը կգարտանք, կարծես թե բան է, թերթ մնե, որ եթե հարցնեն կգարտաս, այո, կգարտամս եմ։ Գդրդմի, երբ որ մեր սիրտը քոց է, այնպես որ, այո, անոր համար առաքյալ գսե եւ Աստուծո Սուրբ Հոգին մի դրդմեցնենք։ Չեմ գիտեր եթե կյանքիդ մեջ գան հիմայալ վիճակը, որ գիտես որ Աստուծո Հոգին գխոսի քեզի եւ դու գլրեցնես։ Գամալ վարմունք ունիս թրացիներուն հետ, կորձադեղին հետ, շուրջիններուդ հետ, որ Աստուծո անունը գարադավոր է։ Սուրբ Հոգին գդրդմի, պետք է լուրջ չարնես, գրնաս լուրջ չարնել, գսես կարևոր չէ ինձ ադի։ Ես կարևորը այսպես պիտի ապրիմ, ազատ է, այնպես որ բադվերը սակայն հստակ է, Սուրբ Հոգին մի դրդմեցնենք։ Քրիստոնյային հաշվին չի կար Սուրբ Հոգին դրդմեցնելը։ Ինչու՞։ Որովհետև անոր ուրախությունը Սուրբ Հոգին գախյալ է։ Ուրախությունը պիտի գործընծնի։ Անոր խաղաղությունը, ներքին խաղաղությունը Սուրբ Հոգին գախյալ է։ Երբ գդրդմեցնե ու գլրեցնե, խաղաղությունն ալ գործընծնե, ուրախությունն ալ գործընծնե։ Անշուշտ ինք գծևացնե, որ լավ է, ամեն բան լավ է, բան չի գա, փառք Հիսուսի գսե, բայց այդպես չէ, ցևագերբություն չէ։ Վայ այն քրիստոնյային, որ Սուրբ Հոգին դրդմեցուցած, լրացած է եւ ալ չխոսիր։ Ուրեմն այս է բադվերը։ Անորամար առաքյալն ալ ուրիշ արիթով մգսե, ով մարդ, երբ անոր ցայնը գլսես, սիրտդ մի խստացներ, որտև Սուրբ Հոգին գարսոն չէ, սպասավոր չէ, ուզած ադենդ, մի խորի որ ուզած ադենդ գխոսի քեզի, գգանչես, ոչ, անորամար գսե, երբ անոր ցայնը գլսես, այսօր սիրտդ մի խստացներ, որտև վաղը գրնալ չի լսես։ Փառք ունենք այս մեծ մխիթարիչին համար։
Երբ գրագը քիչ է, կարելի է շատ ցնել, բայց երբ մարած է, ցավալի է, ցավալի է։ Եվ այսօր եկեղեցվոր նստարանները լեցուն է, Սուրբ Հոգի դրդմեցած է, մարեցուցած է, բայց ես եկեղեցիս կերտամ, բարդականությունս կնեմ, այնպես որ heç չի գիտեր ով է Սուրբ Հոգին, ինչ է, բանը լուրջ չունի, ոչ ալ գեհետաքրքրվի, անորաբար կյանքի մեջ խաղաղություն, ուրախություն չունենա, սիրտի ուրախություն, սիրտի խաղաղություն, ոչ թե արդակին ուրախություն։ Դարձյալ ինչ պետք է լա մեր թիրքը Սուրբ Հոգուն հանդեպ հաջորդ համարներ որ գարտացինք 5-րդ գլուխին 18-րդ համարը գսե եւ մի քինովնակ քինիով որում մեջ անարագություն կա հաբա հոգիով լեցվեցեք մենք չենք խնդրել որ դարձյալ Պենտեկոստե օրը կա բայց պետք է լեցվենք պատվերում Սուրբ Հոգիով լեցվիլ ինչ կնշանակի Սուրբ Հոգիով լեցվիլ առաքյալը փառը գործած է քինովություն ինչ կապ ունի քինովությունը Սուրբ Հոգի լեցունության հետ եւ այսօր մենք եթե երթակ թիմադեդրի արչեւ եւ գամ YouTube-ի մեջ եթե գուսեք հետաքրքրված եք մտեք Kenneth Hagin այս եւ այսօր նմանները գոլով են, որ Սուրբ Հոգիով այնքան լեցված են, որ քեդին գինան այլևս ուժասպար են, ուժ չունին, քեդին գինան։ Ինչպես անգամ մեկումը տեսա, քեդին ինգած է, ուժասպար, զինքը շալգոներ կան, թմփամը չկա, մարած է, բայց միկրոֆոնը ցերկը զորավոր բռներ է, հադի այդ չէ թույլցած։ Բոլորը սուտ ցևագերբություններ են։ Եվ այս մարդը այնքան Սուրբ Հոգիով լեցված է, Քահ գխնթա եւ անդերի համար գսե ժողովրդին ուրախ եղեք ներոջով դարձյալ գսեմ ուրախ եղեք եւ գխնթա քահ եւ այս մարդու նման Սուրբ անոր համար գսե Սուրբ Հոգիով լեցվիլը քինովության պես արփեցողի պես ծևեր չներ քեդինչինա Սուրբ Հոգիով լեցվողը ըսկաստ կլա Սուրբ Հոգին ըսկաստության հոգի է սիրո հոգի է այնպես որ Անոր համար գսե մի քինովնակ քինիով հաբա Սուրբ Հոգիով լեցվեցեք ուրեմն ինչպես կարելի է Սուրբ Հոգիով լեցվել բարձ եւ կորաղոթեմ ով Սուրբ Հոգի ասված լեցուր ինձի այդպես ով գլեցվի չէ գոճակ է ասված գնայի Սուրբ Հոգին գնայի գսե ինչ լեցնեմ սիրտդ լեցուն է արդեն բարբե աշխարհային հաճույքները, մեղքերը, ադելությունը, նախանձը, հբարդությունը, որ լեցնեմ։ Այս բոլոր ունին գուքան ով Սուրբ Հոգի ասված լեցուր եւ հրավերալ գուտան ով գուզե Սուրբ Հոգիով լեցիլ թող արչեւ կա ինչու արչեւ պիտի կա Սուրբ Հոգին հոչ չի ասնիր ինչու արչևն է Սուրբ Հոգին ինչու ինչպես որ մարդիկ ասպես փաչկոնին գնեն գփչեն եւ արչևին ստոները կեդին գինան Եդև իրենց փաշխատ Սուրբ Հոգին, որտեվ շինծու է գեղձե, գերև եդևը չի ասնիր, միայն արջևի նստոները գլեցվին։ Ասոնք սիրելներ մեծ դքիդության մեջ են և աստուծո անունը գահայույվի։ Պարկ կուդանք, որ Սուրբ Հոգին մեր մեջ է, բայց ինչպես կրնամ լեցվել ես, գարևոր է, բատվեր գա, մեկ ճամպա գա, մեկ ճամպա։ Եվ որ գդրամատրվիմ անոր, Եվ գսեմ ով Սուրբ Հոգի ասված, ես քու գդեմ առաջնորդ է ինձ, վերջացավ։ Ան բիդի առաջնորդ է, և կեզի բիդեց այս պանը գյանք է թուրսան է, և թուն բիդի հնազանտիս, որդև դրամատրված ես, որ կայնով գդրամատրվիս, Սուրբ Հոգին սիրդդ կկրավ է, միտկդ, խորուրդներդ սուրբ կլան, գամքդ, խիրջդ, ըսկացումներդ, լեզուտ կփոխվի, ոչ թե աղոթելով Սուրբ Հոգին արի, սկացի, աղոթած ադենս, ասպես ոտկերս կետնե վեր ելան, ասակ դակություն մը սկացի, բայց դուն երթագինին վրա գբորա։ Այնպես որ, ասոնք բոլորը շինցու պաներ են։ Սուրբ Հոգիով գլեցվենք
Եվ որ անոր գդրամատրվինք, գհնազանտինք, և այն ադեն ինք մեզ գկրավ է։ Ուրեմն այս է երկու պատվերները այսօրվա համար։ Սուրբ Հոգին մի դրդմեցրեք։ Գադակ չէ, խղալիք չէ, Աստված է։ Սուրբ Հոգին Աստված է։ Ինչպես որ Հայր Աստուծո առջև երկյուղածությամբ կբոդենանք, վախ ունենք, գհարկենք, Սուրբ Հոգին ալ նույնպես Աստված է։ Բեք չէ դրդմեցնենք։ Նաև լեցվիլ գուզես, գոջակներ չի կան, ոչ ալ ուրիշ մվիդի կա, թուն դրամատրվե և Սուրբ Հոգին բիդի կրավ է կեզի։ Դերը գամիկալ գիրագի բիդի շարդագենք այս նույթը, Սուրբ Հոգիով լեցունությունը, նաև անոր բդուղներու մասին բիդի խոսիկ։ Ասված ձեզի իր շնորհքի մեջ պահե, Երանիթ այս ճշմարտությունները մեր սրտերու մեջ դեղ գտնե և առողջ հավատացյալները լանք և Սուրբ Հոգիով լեցված հավատացյալները լանք, որպես Աստուծո անունը չարադավորենք, չհայոյվի Աստուծո անունը, իր փառքին համար, ամեն։ Վերջավորությամբ պիտի երգենք 842-րդ երգը, 842, որպես աղոտ մատուցանենք այս երգը, վերջին դունը ոտքի վրա։ Այով Սուրբ Հոգի Աստված, անգամ ևս կդրամատրվին քեզի, շնորհակալ ենք, որ մեր սրտերու մեջ կփնագիս եւ կկործես մեր մեջ, որբեսի մեզ մեր փրկին Տեր Հիսուսին նմանցնես։ Մեր ալ նպատակը այս է դեր, ապրիլ, կործել քեզի համար։ Յուրաքանչյուրիս հատուկ շնորհ կնես, որբեսի դեր այս գեդին վրայալ հաչո հավատացյալներ դառնանք, Սուրբ Հոգիով առաջնորդվենք, չդրդմեցնենք Սուրբ Հոգին,
Եվ այսպեսով քեզի փառք բերող զավակներ դառնանք։ Արձակես մեզ քո խաղաղությանդ ով Տեր։ Եվ այսօրվա մնացյալ ժամերու մեջ եւ քալիք օրերու մեջ քո հոգիդ առաջնորդ է մեզի։ Հիսուսի անունով ամեն։